Ռուս-ուկրաինական ճակատում ինտենսիվ մարտեր են հատկապես Զապորոժիեի մարզում, որտեղ կողմերը փորձում են փոխել ուժերի հարաբերակցությունը և ամրապնդել դիրքերը ռազմավարական կարևոր ուղղություններում։ Կիևը պնդում է, որ վերջին մարտական գործողությունների ընթացքում վերահսկողություն է հաստատել ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ, ռուսական բանակին պատճառելով ավելի քան 800 զոհ և վիրավոր։ Ուկրաինական կողմը սա ներկայացնում է որպես վերջին ամիսների ամենաարագ տեղային առաջխաղացումներից մեկը։ Մոսկվան չի հաստատում այս տեղեկությունը։ Վերջին 24 ժամում ուկրաինական կողմի տվյալներով Ռուսաստանն անօդաչուներով և հրթիռներով 70 գրոհ է իրականացրել Սումիի մարզի մոտ 30 համայնքների ուղղությամբ։ Խարկովի մարզում հիմնականում դիրքային բախումներ են, ամենաթեժ ուղղություններից են շարունակում մնալ Պոկրովսկն ու Գուլայպոլեն։ Ուկրաինական ԱԹՍ-ները արդեն հասնում են Ռուսաստանի խորքային ենթակառուցվածքներին։ Վերջին հարվածներից վնասվել է Պսկովի նավթաբազան։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ ռուսական բանակը կիրառել է 1 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռ և 128 հարձակողական ԱԹՍ։ Դնեպրոպետրովսկի մարզում վիրավորվել է 3 քաղաքացի։ Խարկովում հրթիռակոծվել է Սլոբոդսկի շրջանը։ Զոհեր չկան, սակայն վնասվել են բազմաբնակարան շենքեր։ Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական հոբ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են 149 ուկրաինական անօդաչու։ Կոշտ են հարվածները նաև քաղաքական դաշտում։ Բանակցությունները միշտ լավ են, սակայն հատուկ ռազմական գործողության նպատակները պետք է իրականացվեն։ Հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով Ժնևյան բանակցությունները։ Ռուսական բանակն արդեն վերահսկում է Դոնբասի մոտ 90%-ը։ Հենց այս տարածաշրջանն է պահանջում Մոսկվան։ Նրանք գրավել են մեր տարածքի գրեթե 20%-ը, և մենք պատրաստ ենք հիմա խոսել խաղաղության մասին, կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք սկզբունքի հիման վրա։ Սա մեծ փոխզիջում է։ Ինչ է առաջարկում Ռուսաստանը մեզ որպես փոխզիջում։ Ինչ են նրանք պատրաստ։ Նրանք ասել են, մենք պատրաստ ենք չօկուպացնել ձեր մյուս մարզերը։ Սա ահաբեկչություն է։ Մենք պատրաստ ենք փոխզիջման, բայց ոչ վերջնագրերի։ Մեկ ամսում արդեն 3 փուլ բանակցություններից հետո տեղեկություններ կան հնարավոր 4-րդ փուլի մասին, որը կարող է կայանալ Շվեյցարիայում 10 աղբյուրների համաձայն եռակողմ ձևաչափով։ Եվրոպային բանակցություններին ընդգրկելու Զելենսկիի և դաշնակիցների ցանկությունները մերժում է Ռուսաստանը։ Եվրոպական մայրաքաղաքներում արտահայտված տեսակետների ճնշող մեծամասնությունը ավելի շատ հակված է խթանելու ռազմական գործողությունները, քան նպաստելու խաղաղ կարգավորմանը։ Հետևաբար, այս պահին եռակողմ բանակցային ձևաչափում առնվազն Ռուսաստանը իմաստ չի տեսնում եվրոպական մասնակցության մեջ։ Քիչ հավանական է, որ դա որևէ օգուտ բերի։ Միջազգային փորձագետների կարծիքով կողմերից ոչ մեկը դեռևս չի ցուցաբերում այնպիսի ռազմավարական առավելություն, որը կարող էր ստիպել հակառակորդին գնալ քաղաքական զիջումների։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։